Հարգելի հայրենակիցներ, քննարկում ենք խաղամոլության ոլորտի հարկային բեռը որոշակի ավելացնելուն ուղղված նախաձեռնություն, օրենսդրական նախագիծ։ Պարոն Սարգսյան, իրականում կարևոր հարց եք նորից բերում օրակարգ եւ շատ կարևոր արձանագրել, որ մանրակրկիտ ուսումնասիրել եք եւ նաեւ բերում եք մանրակրկիտ վիճակագրություն, որոնք խոսում փաստեր են ինքնին։ Բայց զարմանալի է, որ մեկ այլ պատգամավոր ձեր խմբակցությունից պարոն Թունյանը հենց ի սկզբանե նաև հանձնաժողովի նիստի ժամանակ ողջ իր ներուժը նաև մասնագիտական ներդրել է ամեն գնով այս ոլորտը պաշտպանելուն ուղղված, մասնավորապես այո առողջ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք պարոն Թունյան, բայց այդ առողջ տրամաբանությունը շատ կարևոր է նաև որ առաջնորդվեիք, երբ որ փոքր ու միջին բիզնեսի շրջանառության հարկն էիք կրկնապատկում, այնտեղ ի դեպ առնվազն 40,000 տնտեսվարող սուբյեկտներ կան, մոտավորապես 150,000 աշխատողներով, շատ կարևոր էր այդտեղ անդրադառնայիք, այստեղ մի 4 տնտեսվարող սուբյեկտի մասին է խոսքը, ինչևէ, փոքր բիզնեսը վճարում է շրջանառության հարկ մեր երկրում 10%, խաղամոլության ոլորտը 7.2%-ից իր շրջանառության հարկը նվազեցրել է եւ հասցրել 0.4%-ի, այսինքն 25 անգամ ավելի պակաս։ Պետությունը ընդհանրապես ասում ենք չի կարողանում եւ չի վերահսկում խաղամոլության ոլորտը, չգիտի դրա շրջանառության մասին, որովհետեւ չունի անհրաժեշտ գործիքակազմ, իրանք էլ ինչ ուզում նկարում են, ոնց ուզում հարկվում են, որքան ուզում հարկվում են։ Մի քիչ դժվար է պատկերացնել, որ այստեղ ուզում ենք որպես պետություն, որտեղ գերբ ու դրոշ ունենք, բայց չենք կարողանում։ Իրական պատճառը որն է, չգիտեմ։ Նույնիսկ որոշ կազմակերպություններ ասում են գործում են ընդհանրապես օրենքից դուրս։ Այս ընդհանրապես աբսուրդ է։ Այս իշխանությունների օրոք 6 տարվա ընթացքում խաղամոլության ոլորտի շրջանառությունը աճել է 20-ից ավելի անգամ, հասնելով ավելի քան 7 տրիլիոն դրամի, այսինքն տարեկան միջին աճը 50 անգամ ավելի արագ է եղել, քան տնտեսության աճը։ Այս նախագիծը լավագույն դեպքում խաղամոլության ոլորտից հարկային մուտքերը կավելացնի որոշակի չափով։ Այն էլ հարց է, թե վերջում այս նախագիծը ինչ տեսք կունենա, որքան չափով կավելացնի։ Սակայն ըստ էության չի հանգեցնելու սրընթաց աճող խաղամոլության եւ դրա անդառնալի հետևանքների նվազեցման։ Շատ կարճ ավարտեմ։ Ընդ որում, իրական եւ մեծ է ռիսկը, որ խաղամոլության ոլորտի հարկերի այս ձևով ավելացման դեպքում հարկային բեռը հիմնականում կրելու են խաղադրույքներ կատարող քաղաքացիները, այսինքն նվազելու է շահումային ֆոնդը։ Լուծումը պարզ է, էական սահմանափակումներ, որոնք կկրճատեն խաղամոլության ոլորտը, որովհետև այս ոլորտի հետևանքները մարդկային ճակատագրեր են, սոցիալական լրջագույն խնդիրներ եւ այն հարկային մուտքերը, որ այս ոլորտից մենք ունենք կամ կարող է մի քիչ աճի, որևէ կերպ համադրելի չի սրա անդառնալի եւ անմարդկային հետևանքներին։